Երբ երեխան ծնվում է սեպտեմբերի 30-ին, նրան ասում են աշնան վերջին արևի զավակ։ Բայց այս օրը նաև համաշխարհային օրացույցում նշվում է որպես նորածինների ինտենսիվ խնամքի օր։ Այս օրը նվիրված է այն փոքրիկներին, որոնք իրենց կյանքի առաջին օրերը սկսում են ոչ թե տանը, այլ նորածինների ինտենսիվ խնամքի բաժանմունքում։ Հենց այստեղ փոքրիկ սրտիկի ամեն բաբախ, ամեն զարկ, ամեն շունչ դառնում է պայքար կյանքի համար։ Պայքար, որը տանում են մեր բժիշկները եւ բուժքույրերը, հույսով, հավատով եւ անսահման նվիրումով։ Ամենափոքր քաշով երեխան եղել է 600 գրամ 24 շաբաթական հղիությունից ծնված, որը ապրել է եւ դուրս է գրվել տուն։ Սակայն այս օրը նվիրված է ոչ միայն երեխաներին եւ բժիշկներին, այլև նրանց ծնողներին, որոնք ապրում են հույսի եւ սպասման ամեն վայրկյան։ Հենց այդ պատճառով էլ ծննդատուն ընտրելիս մայրերը կարևորում են, թե որքանով է հիվանդանոցը հագեցած ժամանակակից ռեանիմացիոն ծառայություններով եւ ինտենսիվ խնամքի բաժանմունքով։ 26 տարեկանում հղիացա, երրորդ հղիությունս էր եւ պարզվեց, որ զույգ պտուղ են, 2 տղա, 26 շաբաթականում, բայց կանգնեցինք խնդրի առաջ եւ վտանգ կար, որ նրանք չեն ապրի։ Վարդենիս հիվանդանոցից իմ բժշկուհին խորհուրդ տվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ուղևորեց դեպի այստեղ։ Հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել հիվանդ կամ անհաստ նորածինների բուժումը եւ խնամքը։ Հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր ծննդատան նորածնային ինտենսիվ խնամքի բաժանմունքը համարվում է լավագույններից մեկը հանրապետությունում։ Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս փրկել փոքրիկների կյանքը։ Երեխաները արգանդի մեջ շատ անգամ բռնում են պորտալարը եւ ծնվելուց հետո, երբ որ մենք օգտագործում ենք ութոտնուկները, պակասեցնում է ստրեսը եւ ավելի դրական ազդեցություն է ունենում անհաստ նորածինների համար։ Երեխայի ծնունդը հրաշք է, բայց միշտ կան ռիսկեր։ Յուրաքանչյուր երեխա ունի իրավունք կյանքը սկսել սիրով, խնամքով եւ հույսով լի։ Իսկ մենք պատրաստ ենք լինել այն լույսը, որը կուղեկցի նրանց դեպի առողջ եւ խաղաղ վաղը։